Աշտիշատի եկեղեցական ժողովը դատապարտում է մերձավորների ամուսնությունը եւ հաստատում է ամուսնության 7 պորտ հասկացությունը, 7 սերունդ հասկացությունը, որը եկեղեցին հետագայում փոխարինում է 5 պորտով, 5 սերնդով։ Աշտիշատի եկեղեցական ժողովի կարևոր որոշումներից էր ամուսնալուծության հարցը։ Հայտնի է, որ 4-րդ դարը հայոց պատմության մեջ համարվում է ամենադժնդակ եւ ամենախառնիչ աղանջ ժամանակաշրջաններից մեկը։ Դարաշրջան, երբ Հայաստանը բաժանված էր երկու գերհզոր տերությունների՝ Հռոմի եւ Պարսկաստանի միջև։ Եկեղեցին լավ հասկանում էր, որ ազգի միասնականության հիմնական երաշխիքը դա կայուն ընտանիքն էր։ Ընտանիքի կայունության պարագայում կարող էր միասնական եւ ամբողջական լինել ազգը։ Ելնելով վերոհիշյալից, Աշտիշատի եկեղեցական ժողովը որոշում է արգելել ամուսնալուծությունը բացառությամբ որոշ ընդունելի դեպքերի։ Եվ վերջապես ամուսնաընտանեկան հարաբերությունների մեջ 4-րդ կարևոր որոշումը վերաբերում է անչափահասների ամուսնությանը, որը նպատակ ուներ ավելի կենսունակ եւ առողջ դարձնել սերունդը։ Աշտիշատի եկեղեցական ժողովը դատապարտեց այնպիսի անընդունելի սովորություններ, ինչպիսիք են բորնկությունը, արվամոլությունը, իքամոլությունը եւ անասնագիտությունը։ Միաժամանակ որոշակի կանոններ մշակվեցին, որոնք անհանդուրժելի էին համարում արբեցողությունը, որկրամոլությունը, սպանությունը, արյան վրեժը, զրկողությունը եւ սուտ երդվելը։ Աշտիշատի եկեղեցական ժողովը դատապարտեց նախաքրիստոնեական այնպիսի սովորություններ, ինչպիսիք են մեռածների վրա անտեղի լացուկոց անելը, երեսը ցտելը, շորերը պատառոտելը եւ անհուսությամբ ողբալը։ Այս առումով շատ գեղեցիկ օրինակ է Մովսես Խորենացու հայոց պատմության մեջ պահպանված Արտաշես առաջինի մահը։ Արտաշես առաջինը դեռ չմահացած, նրա օրոք շատերը ինքնասպան են լինում նույն գերեզմանում Արտաշես առաջինի հետ թաղվելու, այն հույսով, որ հանդերձյալ կյանքում կարող են օգտակար լինել նրան։ Դրա փոխարեն Աշտիշատի եկեղեցական ժողովը կոչ էր անում հավատալ հանդերձյալ կյանքին եւ Քրիստոսի հարությանը։ Միաժամանակ արգելվեց նախաքրիստոնեական այնպիսի սովորություն, ինչպիսին էր սատկած կենդանիների միս ուտելը, որը բազմաթիվ հիվանդությունների առիթ էր դառնում։ Աշտիշատի եկեղեցական ժողովի համաձայն Հայաստանում բացվեցին մեծ քանակությամբ աղքատանոցներ եւ որբանոցներ։ Հատկապես մեծ հետաքրքրություն է ներկայացնում աղքատանոցների հետ կապված խնդիրը։ Արշակ II օրոք հատուկ հրամանով վերացվում է մուրացկանությունը, հատուկ նպաստ է սահմանվում մուրացկաններին եւ աղքատանոցների խնամատարությունը դրվում է Խաթ եպիսկոպոսի վրա։ Արշակ II նման գործելակերպը մուրացկանության նկատմամբ մեծ զարմանք է պատճառում այն տեսանկյունից, որ դեռևս 4-րդ դարում Հայաստանում մուրացկանությունը վերացվում է այն դեպքում, երբ 21-րդ դարի սկզբին Արշակ II դարաշրջանից ավելի քան 1600 տարի անց մուրացկանությունը նոր ծաղկում է ապրում Հայաստանում։ Աշտիշատի եկեղեցական ժողովի համաձայն գյուղերում եւ ավաններում բացվեցին օտարանոցներ եւ հյուրանոցներ, միայն մեկ նպատակով, որպեսզի օտարականները, ճանապարհորդները ունենան գիշերելու տեղ եւ հյուրընկալ վերաբերմունքի արժանանան Հայաստանում։ Հումանիստական որոշումներից մեկն էլ վերաբերում է Հայաստանում հիվանդանոցների, անկելանոցների եւ ուրկանոցների բացմանը։ Հիվանդանոցները նախատեսվում էին տարբեր տեսակի հիվանդություններով տառապողների համար։ Ուրկանոցները դրանք հաստատություններ էին, որտեղ խնամքի տակ էին վերցվում բորոտները, ընկնավորները եւ վեներական հիվանդությամբ տառապողները։ Հատուկ պետական վերահսկողության ներքո
անդաստաններից և կթաններից որոշակի հարկ է գանձվում բորոտությամբ հիվանդությամբ տառապողներին պահելու համար, իսկ անգելանոցները նախատեսված էին անաշխատունակներին և ծերերին պահելու նպատակով։ Աշտիշատի ժողովի երկրորդ կարևորագույն խնդիրը դա հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու դավանանքն էր։ Ժողովի քննարկման հիմնական նյութը հավատո հանգանակն էր, որը կոչվում է նաև նիկեական հանգանակ։ 4-րդ դարի երկրորդ տասնամյակում ընդհանրական եկեղեցուց օծում մի հայտ է գալիս մի հերետիկոսություն, որը իր ուսուցչի Արիոսի անունով կոչվում է արիոսականություն։ Արիոսականությունը այնքան մեծ տարածում է գտնում եկեղեցականաց շրջանում, որ 325 թվականին Հռոմի Կոստանդիանոս մեծ կայսրը մի ժողով է հրավիրում Բութանիո Նիկիա քաղաքում, որին իրենց մասնակցություն են բերում շուրջ 318 բարձրաստիճան հոգևորականներ, հայրապետներ, եպիսկոպոսներ, քննելու համար Արիոսի ուսմունքը, որը ասում էր, որ կար ժամանակ, երբ Աստծո որդին չկար, եւ միևնույն ժամանակ մերժում էր Աստծո որդու Հայր Աստծո գոյությունից եւ էությունից լինելու վարդապետությունը։ Ժողովը, որը պատմության մեջ հայտնի է Նիկեայի առաջին տիեզերական ժողով, դատապարտում է Արիոսի սխալ ուսմունքը եւ հաստատում որդի Աստուծո համագոյությունը Հայր Աստծո հետ, այսինքն Հայր Աստծո նույն գոյությունից եւ էությունից լինելը, նույն ինքն է իբնույթն է հոր աստվածաբանական եզրը։ Նիկեայի առաջին տիեզերական ժողովին ի թիվս 318 նշանավոր եպիսկոպոսների իր մասնակցությունն է բերում նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կաթողիկոսի որդին Արիստակես եպիսկոպոսը, որն էլ իր հետ Հայաստան է բերում նիկեական հանգանակը եւ այն ներկայացնում Սուրբ Գրիգոր Լուսավորչին։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հավանություն է տալիս եւ նրա կարգադրությամբ այն դառնում է հայաստանյաց առաքելական եկեղեցու դավանաբանական կանոն եւ որին էլ այսօր հավատարիմ է մնացել մեր հայաստանյաց առաքելական մայր եկեղեցին։ Արիոսականությունը թեև դատապարտվեց Նիկեո առաջին տիեզերական ժողովում, սակայն այն անմիջապես ոչ միայն չվերացավ, այլ շարունակեց շուրջ 5 տասնամյակ գոյություն ունենալ եւ այն հիմնականում իր գոյությունը պահպանեց հռոմեական լայնածավալ կայսրության արևելյան նահանգներում։ Այդ իսկ պատճառով է, որ 354 թվականին Աշտիշատում հրավիրված ժողովը մեկ անգամ եւս դատապարտեց եւ մերժեց Արիոսի սխալ ուսմունքը եւ ընդունեց նիկեական հանգանակը իբրև հայաստանյաց առաքելական եկեղեցու դավանանք։ Աշտիշատի եկեղեցական ժողովը կարևոր նշանակություն ունեցավ հայերի համար։ Այն կարևոր էր նախ եւ առաջ աշխարհական կարգերը բարեփոխելու եւ հավատի ընդհանուր կանոններ մշակելու առումով։ Քիչ է պատահում, երբ Հայաստանի երկու աթոռները, այն է արքունական եւ հայրապետական, գործեն միասնաբար եւ համերաշխ, ինչպես դա պատահեց Աշտիշատի եկեղեցական ժողովի ժամանակ։